Հայաստան 2018 թվական մայիսին մեկնարկում է նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը։ Եթե Փաշինյանը իրապես ունենար խորքային նպատակներ բարեփոխելու եկեղեցին, լավարկելու եկեղեցին, դա հավանաբար լավագույն ժամանակն էր այդ գործընթացի մեկնարկը տալու, նույնիսկ այսպես ձևակերպենք իր ընտրյալը Ստեփան Ասատրյանը, եթե այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ձեռքը դներ իր վրա, ապա քաղաքացիները Ստեփան Ասատրյանին տանելու են վեհարան կարգելու կաթողիկոս ներողություն իհարկե, բայց նույնիսկ Ստեփան Սաֆարյանին կարող էին կարգել կաթողիկոս, բայց Փաշինյանը դա չարեց, որովհետև ոչ միայն ծրագիր չուներ, այլ նաև Թուրքիայից, Ադրբեջանից չկար ակնհայտ պահանջ հայ առաքելական եկեղեցին դարձնել Հայաստանի առաքելական եկեղեցի։ Հիմա կա այս պահանջը եւ Նիկոլ Փաշինյանը հարձակվել է եկեղեցու վրա։ Ու այստեղ երբ որ դուք սատարում եք Փաշինյանին, դուք սատարում եք Թուրքիայի, Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջի կատարումը։ Իսկ ով չի սատարում։ Տեսեք, մենք հստակ հայտարարություն ունենք Երուսաղեմի պատրիարքարանից։ Մենք հստակ հայտարարություն ունենք Սամվել Կարապետյանից, մարդը իր հայտարարության համար աջակցություն եկեղեցու քանի ամիս է արդեն բանտարկված է։ Երեք մենք տեսանք, թե ինչպես Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրեց Եզրաս arczepiskopos Ներսիսյանին, այսինքն այստեղ ընտրությունը ակնհայտ է, դու կամ եկեղեցու կողքին ես, կամ Փաշինյանի, Ալիևի եւ Էրդողանի կողքին ես եւ սատարում ես իրենց գործողությունները, դա իմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու